Ինձ համար մեծ քնահանդանք է եւ քաջալերություն է եւ ցեզի համար մեծ ուրախություն է որ այսօր պիտի լսենք եւ պիտի ճանչնանք եւ պիտի օրհնվենք Կանադայի հայոց թեմի առաջնորդ Տեր-Պապկեն arczepiskopos Չարյանը Աստված օգնական սրբազան Աստված բավական գարին։ Շատ շնորհակալ եմ եւ խոնարհաբար գսեմ երբ որ իրեն առաջարկեցի որ փափակ ունեցա որ իրեն հետ հարցազրույց ունենամ ինք ոչ թե միայն սենք պատասխանեց այլ հրավիրեց իր գրասենյակը եւ քաջալերություն տվա որպես հոգեվոր հայր Փառք Աստծո անորամար եւ կհավատամ որ այդ քաջալերություններն են որ Աստծո զավակը կրնա հասցնել աստիճան առ աստիճան եւ հավատքի հավատք Փառք Աստծո շնորհակալ եմ եւ նախքան իմ հարցումներս սկսիլը նկատի առնելով որ մեր այսօրվա նյութը հավատքի եւ հույսի մասին է կուզեմ շատ համառոտ կերպով ցեզի խոսիլ առաջնորդ սրբազանին կենսակրությունը ուրեմն Գերաշնորհ Տեր Պապկեն arczepiskopos Չարյան ավազանի անունով Հակոբ ծնած է Բեյրութ Լիբանան 1965-ին իր նախնական գրթությունը ստացած է Բեյրութի Հայաշենի Թորքոմյան ասկային վարժարանի մեջ 11 տարեկանին ընդունված է Մեծիդանն Գիլիգիո կաթողիկոսության դբրևանքը եւ ստացած է իր հոգեվոր գրթությունը եւ ցերնաթրված է գուսագրոն քահանա իր աստվածապանական եւ հայագիտական գրթությունը ավարտել է եւ ծառայած է իր սկիզբի դարիներուն Թշնոց բույնի մեջ Հայաշենի Թորքոմյան ասկայան վարժարանի մեջ Աբկարյան վարժարանի մեջ եւ եղած է առաջին հովիվը որ ծառայած է Շարժա Դուբայ եւ Աբու Դաբի հայ համայնքներուն դասավանդելով հայերեն տեղական դպրոցներուն մեջ եղած է խորհրդադու հոգեվոր խորհրդադու համալսարանական ուսանողներու միության հեհոմ Լիբանանի մեջ իսկ 1996-ին 2002 թվականներուն ծառայած է Միացյալ Նահանգներու արևմտյան թեմեններս որպես Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հովիվը Սան Ֆրանցիսկո քաղաքին մեջ եւ միաժամանակ ընտրված է որպես թեմի գրոնական ժողովի նախագահ Սան Ֆրանցիսկոյի մեջ 1998-ին ստացած է ծայրագույն վարդապետության աստիճան Միացյալ Նահանգներու արևմտյան թեմեններս եւ իր ծառայության ավարտեն յետ տեղափոխված է Սուրիա ուր ծառայած է Քամիշլիի համայնքին որպես առաջնորդական փոխանորդ 2002-ին 2004 թվականներում 2004 կոստոսին ընտրված է որպես Սպահանի նոր ճուղայի հայոց թեմի առաջնորդ ծառայելով 12 տարիներ 2006 հունիսին Արամ առաջին կաթողիկոսի կողմից նատրված է եպիսկոպոս 2014-ին իր քահանայության 30-ամյակին եւ առաջնորդության 10-ամյակին առիթով առաջին Արամ կաթողիկոսը օծած է զայն որպես arczepiskopos եւ 14 մայիս 2016-ին ի վեր Գերաշնորհ Տեր Պապկեն arczepiskopos Չարյան առաջնորդ է Կանադայի հայոց թեմի Սրբազան հայր ցերին կենսակրությունը հարուստ է եւ նկատի արի եւ գխորիմ որ բոլոր անոնք որոնք մտի գրին 11 տարեկանին դուք հետաքրքրություն ունեցած եք Աստծո եւ ցիմած եք դբրևանք եւ միջոցին ինչ որ դուք գզարքանակ դերոճմով ուսումով զարայած եք թշնոցփույնի մեջ ասկային վարժարաններու մեջ ծեր սիրտը եղած է Աստված եւ երկրորդ հայ լեզուն եւ հայ ժողովուրդը եւ հետաքրքրական է ծեր կենսակրությունը լսելը հիմա ցեզ մե ավելի մանրամասնությունը բայց ծեր մեջը սերմը ցանված է բզդիկ դարիքեն եւ պիտի ուզեի անսաբես որ հիշեք ով պատճառ եղած է որ աճի եւ մեծնած սերմը ժամանակը ցեզի է Շնորհակալություն գարին նախ շնորհակալ եմ որ այս հրավերը ուղեցիր եւ ուզեցի որ անպայման այս հոգեվոր զրույցը միասին ունենանք բնականորեն փոքր դարիքեն գսկսի այդ սերմը ցանվիլ եւ հետսեդե ծլարցակվիլ աճիլ փոքր դարիքին բնականորեն դբրոցներու մեջ մենք արդեն կստանայինք գրոնի տաս, բայց միաժամանակ հայաշենի մեր եկեղեցին այնպես էր որ դբրոց եկեղեցի մեջ էր
Այսինքն Վերնադունը 5-րդ դասարանն էր, Մգրդարանը եկեղեցու մեր առաջին դասարանն էր։ Այսինքն այդ մթնոլորտի մեջ արդեն դրձված մեծած ենք։ Եվ նաև ասեմ, որ իմ նաև Մգրդության գնքայրը, որ թբրաբետն էր եկեղեցու, նաև ինքը մեզի գստիբեր, որ երտանք եւ եկեղեցու ծառայենք, սկիզբը փոքր դարիքի մոմ գբրնեինք, հետո գամած արդեն 11 տարեկային արդեն ես վանք դբրևանք ընդունվեցա, բայց մինչ այդ մենք մասնակցենք թաղումներու, մոմ գբրնեինք, դուներ գերտայինք, այսինքն ծառայությունը այդ փոքր դարիքին երբ կսկսի, մենք կգարզենք, որ մի անգամեն գծագիկ հանգրվանային ցևով է որ Այո, այդ գաջի եւ գսկսի ձլարցակվիլ եւ հետս հետե ծագիլ եւ որ տբրևանք մտա բնականորեն հիմա առաջին դարիներուն դերևս այն գիտակցությունը չունեի որ ես գուսագրոն եկեղեցական բիդելլամ կամ ամուսնացյալ եկեղեցական բիդելլամ եւ կամ իմ ծառայությունը այս ճամփով պիտի մատուցեմ իմ ժողովրդին բայց այդ մթնոլորտի մեջ երբ գթրձվիս կամած եւ գսկսիս ծաղգիլ սկիզբը ժառանգավորած բաժինն է ուր սուբկրոց ուսումը հայեցի դաստիարակությունը քրիստոնեական դաստիարակություն այս բոլորը երբ որ գճամփվին մյուս գիտություններու գողքին եւ մանավանդ Սարգսակ երբ որ գցերնաթրվիս եւ ես Սարգսակ ցերնաթրված եմ 1981-ին եւ 3-4 տարիներու այդ ընձայարանի աստվածապանական եւ փիլիսոփայական հոգեբանական այդ թասերուն երբ որ կմասնակցիս եւ այդ մտնոլորտի մեջ գտրծվիս կմեծնաս եկեղեցական արարողություն, եկեղեցական թաս եւ երբեմն ժողովրդին երթալ մեծ բաղոչրջային արևակալի հսկում մի արարողություններու մասնակցիլ եւ պատկաններ խրատներ լսել մեծերեն եկեղեցականներեն առաջնորդներեն այս բոլորն է որ կամած կումեջդ այդ սերմը ցանված սերմը ասենք գծագի գզարկանա եւ գահսնի այն գիտակցության ուր որոշում գարնես իմ ճանապարհս այս է ընդրության ծարայել որպես կուսակրոն եկեղեցական իմ եկեղեցվո ջամփով իմ սիրեցյալ ժողովրդին ամեն, ամեն։ Եվ հետաքրքրական էր կենսակրթության մեջ ցերևս անցա, որ ժամանակ մի քանի տարիներ եղած եք անձնական քարտուղարը Կարեկին երկրորդ կաթողիկոսին։ Գխորին որ ցերը սկզբնական շրջանեն, ցեր փորձառութենեն, ադիգայալ մեծ բաժին ունեցած է անմիջական, այո, բնական է երբ կավազանագիր եւ քարտուղար եղա Կարեկին այնադեն երկրորդ կաթողիկոս մեծդանին գիլգյո որ հետո եղավ Կարեկին առաջին ամենայն հայոց կաթողիկոս նաև ասեմ որ ինք մեզի նաև ուսուցիչ էր ընձայարան տասարանի մենք երկու աշակերտներ էինք եւ ամեն չորեքշաբթի գուկար 4 ժամ մեզի տասկներ այսինքն եւ իր հետ լալը իր հետ ճամփորդելը հանդիպումներու այցելություններու ընթացքին այդ փորձառությունները ցերկ գցես եւ բնականորեն քուցարայական կյանքիդ մեջ ադիգա դերմը իր տրոշմը անպայմանորեն գցկե եւ парք աստուծո արդեն անցյալ դարի 40 տարի եղավ իմ ծառայական կյանքին որ դարբեր համայնքներն ներս իմ ծառայությունը բերած եմ համեստ խոնար բարձաբես մեր ժողովրդի հոգևոր գարիկներուն կոացում տալու եւ մեր նոր սերունդներուն ցերկ երգարելու կետ այդ հույսի լույսի շողը նաեւ փոխանցելու հավատքի այդ քեղեցիկ նաեւ աստվածային շնորհքը փոխանցելու ամեն, ամեն։ Ակտեբերոջ։ Ես վիդանցնեմ իմին հարցումներուս, վստահ եմ, որ Ամեն ժողովուրդը որքան գարիք ունի հավատքի եւ հույսի մասին սորվելու, լսելու, քաչալերվելու եւ ինչպես գիտենք հավատքը եւ հույսը երկու սերտ բաներ են, բայց իրար մեջ դարբեր հոգեվոր կյանքի առումով։ Ինչպես այո գրնակ բացատրել ինչ են գլխավոր դարբերությունները։
Անշուշտ, երբ հավատ կսենք, բնականորեն հավատքը հոմանիշ է հավատքին վստահություն։ Հավատքը այն խաղապարն է բանի մասին, որ մենք չենք տեսներ, ոչալ գշոշապենք։ Բայց պետք է ըմբռնենք, որ հավատքը սովորական բարձ մարդու մտքի արդարությունը չէ։ Ոչալ իր կյանքի փորձառութենեն քաղված մեկ եզրակացություն կամ դրամապանության հետևությունը այդ բոլորը չէ։ Ընդհանրակը հավատքը Աստուծո դրված շնորհք է։ Մենք բնականորեն երբ որ գսենք գհավադանք, եթե ես իմ սենյակս կմտնեմ եւ խավար է, եթե չհավատամ, որ գոջակը պիտի գողեմ եւ լույսը պիտի չի վարի, բնականորեն չեմ վարեր, չեմ գողեր այդ գոջակը։ Նույնն է կյանքի մեջ։ Եթե ես իմ գողագիցիս չեմ վստահեր, չեմ հավատար, կնշանակե չեմ ճանչնար, եւ եթե չեմ ճանչնար, չեմ վստահեր, եթե չեմ վստահեր, կնշանակե չեմ բեռնար ապրիլ իր հետ։ Հետևաբար, եթե ես կհավատամ, կնշանակե ամբողջապես կվստահեմ եւ ամբողջապես կնվիրվեմ։ Եթե գրոնական իմաստով առնենք հավատքը, կնշանակե վստահիլ այն բոլոր հայտնություններուն, այն բոլոր ճշմարտություններուն, որոնք դրված են մեզի Աստուծո կողմէ։ Հիմնական այս է։ Եվ ադոր ամարսի չես կնար մտքով դրամապանությամբ ես չես կնար այդպես եզրակացնել, այլ միայն այդ շնորհքը պիտի ունենաս, պիտի ստանաս եւ այդ շնորհքով տուն պիտի վստահիս հավատաս այն բոլոր հայտնություններուն եւ ճշմարտություններուն, որոնք Աստուծո գոմեմ քեզի ինձի բոլորից տրված է։ Մեկ խոսքով հավատքը քրիստոնյային համար կյանք է։ Այսինքն ապրելու կյանքի ծևմն է։ Եվ ադիգա պետք է ունենալ գիտակցորեն, գիտակցական ծևով, որբեսի գայանաս իրապես նայիլ հավատքով, հավատքի աչքով վստահելու եւ ընդունելու եւ այդ ուղին կյանքի ծևը ընտրելու։ Քալով հույս։ Անշուշտ հարցումը երկուքը իրարու հետ սիրտ չէ, այո։ Այո, 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 եւ դարբերությունը, այո։ այո, Քալով հույսին, առաքինությունն է հույսն։ Այսին եւ բնականորեն կարելի չէ անչադել հավատքեն։ Անորամար երբ որ մենք երեխամը կմգրտենք եւ այդ երեխան կհավատանք, որ ճուրին մեջ երեք անգամ ընկղմամբ Քրիստոսի հետ ծևոմը կչարչարվի, Քրիստոսի հետ կխաչվի, Քրիստոսի հետ կտաղվի եւ ճուրեն դուրս կելլե հարություն գարնե կդառնա նոր մարդ, սրբված իր ատամական ըզգստնական մեղքերեն եւ բնականորեն կդառնա անդամ քրիստոնյա եկեղեցվո եւ ժառանգագից Քրիստոսի։ Հիմա մենք այնտեղ գնկահոր հարց կուտանք եւ ադոր համար գսենք գնկահայր, այսինքն գնունքի հայր, իր հոգեվոր հայրը պիտի դառնա, հոգեվոր ծևոմը սնունդ տալու, ուղություն տալու, հոգեվոր կյանքի մեջ իրեն առաջնորդելու։ Գսենք, որտեղ գնկահայրը երեխային դեղ է, որպես քիդագից անց իր դեղը կպատասխանե եւ թավանանքի հայտարարությունը կկատարե։ Ես կհավատամ մեկ Աստուծո, կհավատամ Սուրբ Երրորդյան։ Հիմա հոն մգրդող քահանան հարց կուտա, գսե երեխան ինչ կուզե։ Գնկահայրը պետք է պատասխանե 3 անգամ. հավատք, հույս եւ սեր։ Դառնալու համար
ժառանգագից Քրիստոսի։ Հիմա հույսը ինչ է։ Հույսը վստահությամբ սպասումն է քալիքին։ Եվ եթե մենք պիտի գրոնական աստվածապանական առումով հույսը փորձենք բացատրել, պիտի ասենք հույսը մեզ գմղե թեպի Աստված, իր հերագետը Աստված է, մեզ գմղե Աստուծո ցևոմ փարիկները ունենալու, Աստծո խոստումը ստանալու, այսինքն մեկ խոսքով հերագետը Աստված ինքը եւ նպատակագետը նույն ինքն ան է Աստված է։ Այսինքն հույսին թրտաբաճարը լալով հանդերձ Աստված արարգան եւս տնագարորեն ըսի Քրիստոսը։ Մեկ խոսքով մենք կհուսանք ինչ որ Աստված մեզի խոստացած է եւ իր գամքն է եւ այդ բոլորը մեր փարիքին գծարայ է։ Հույսը ինչպես քիչ առաջացի կարելի չէ անչադել հավատքին, որովհետեւ հույսը իրեն նախապայման ունի հավատքը։ Ես ինչպես կրնամ հուսալ խոստումը ստանալու ճշմարտությամբ դեր դառնալու եւ այդ ճշմարտությամբ ապրելու, եթե չճանչնամ, եթե ես զասպած չճանչնամ, եթե ես Աստծո չհավատամ, Աստծո չվստահեմ, ինչպես կհուսամ իր մե։ Անկարելի է որ հուսամ։ Հետևաբար նախ պետք է անոր հանդեպ ունենալ գադարյալ վստահություն եւ կամ հավատքի զգացում, որբեսի գարենանք իսկապես հուսալ իրեն եւ բնականորեն հավատքը գաջի Աստծո հետ մեր հարաբերությամբ, որովհետեւ երբ Աստծո հետ մենք կսկսենք հարաբերիլ աղոթքով եւ աղոթքը ամենագեղեցիկ ճանապարհն է եւ եթե գուզես աստիճանն է, սանտուղն է մեզ բարձրացնող դեպի Աստված։ Այնպես ինչպես որ երեխաներ իրենց ծնողներուն հետ շատ հանգիստ պետք է խոսին եւ անգեղծ լան, ծնողներ կներվին, եթե իրենց զավակները սուտ խոսին իրենց, բնական է։ Ծնողը գուզե որ զավակը իրեն նկատմամբ անգեղծ լա եւ անգեղծ խոսակցություն ունենա, որբեսի գարենա ճիշտ ուղղությունը տալ իր զավկին։ Ով եթե ծնող կե գուզե որ իր զավակը շեղի իր ճանապարհին եւ եթե շեղած է ոչ թե անմիջապես գայբան է կփորձե իդ դարձի բերել ճիշտ ճանապարհի մեջ ուղղորդել իրեն եւ եթե գրծավ վերադարձնել իր ուրախությունը որքան մեծ կլա նույն է բարական եթե գիտեք անարակ որդին արագը այսինքն ամբողջ ավետարանը եթե գուզես այդ պատկամը կուտա այսինքն հույսը կուտա մեզի վերադարձի բայց այդ վերադարձի հույսը գիրականանա այն ժամանակ երբ մենք ունենք գիտակցությունը երբ մենք ունենք մեր սխալին գիտակցությունը երբ ունենք զղջումը եւ անգեհեդո սրբակրումը այն ադեն կարելի է վերադարձի ճամփան գտնել հիմա ուրեմն աղոթքը այդ բարձ սրտանց խոսակցությունն է մարդ Աստծո միջև եթե ես Աստծո հետ կխոսիմ պայման չէ որ շադախոսեմ երկար բարակ քեղեցիկ նախատասություններ այսպես քրեմ կամ արդասանեմ Աստծո հետ բարձ խոսակցություն պետք է լա զավակ ծնողքի այդ բարձ անգերց խոսակցությունը եւ բնականորեն այդ հարաբերությամբ մենք զիրար ավելի կճանչնանք եւ ճանչնալով ավելի կվստահենք եւ մենք ճանչնալով Աստված ավելի կվստահենք եւ գաբավինենք իրեն եւ այն ադեն մեր
հավատքը վստահությունը ավելի գամրապնդվի, ավելի գաջի եւ ավելի կզարգանա։ Այսպես կարելի է զարգացնել եւ աճեցնել հավատքը։ Անշուշտ, Այո, այո, միայն հարցումը ունիմ Սրբազան, երբ որ անցումը հույս ունի, պետք է անպայման հավատք ունենա։ Ուրեմն իր հավատքն է, որ այդ հույսը գագնգալ է աստուծմե, բայց այսօր անցեր կտեսնանք, որ հավատացյալ չեն, իսկապես հավատք չունին, բայց իրենց խոսքին մեջ կսկաս, որ հույս ունին։ Ինչպես կրնակ բացատրել ադիգա։ այ երբ դարձել գսեմ գրոնական առումով երբ կթիդենք հույսը մեզի թեպի այսպես աբակա փածող ճանապարհն է։ Այսինքն եթե հույս ունես կնշանակե որ գրնաս հաղթահարել, որովհետև այս կյանքի մեջ մեր ծնունդը մինչև քերեզման միշտ կա դժվարությունը, միշտ կա դակնաբը, միշտ կա նեղությունը։ Չգարձենք որ միայն ուրախություն կա, միայն հաջողություն կա, ոչ։ Երբեմն դժվարություններ կան, երբեմն նեղություններ կան, բայց այդ բոլորին հաղթահարելու համար հույսը պետք է ունենանք վան։ Եվ այդ հույսը ունենալ կնշանակե հույս ունենալ դեղեմը Հմ, բամը ստանալու։ Եվ հմ, այս բարակային երբ մենք մեր հերագերը Աստված ինքն է եւ իր խոստումները կճանչնանք, կվստահենք իրեն եւ իր ցանոթ ենք իր կյանքին, իր խաչելության, իր ռաշապար հարության հաղթանակի եւ մահվան վրա հաղթանակ տարավ եւ բացավ ճանապարհը մեզ հույսի եւ բացավ ճանապարհը մեզ թեպի հավիտենական կյանքի, ամահական կյանքի, ազնվական հայրենիքի մը վերին կնշանակե որ այդ հույսը ավելի կզորանա։ Այլապես հույսին հագարակ արդեն հուսախապությունն է։ հմ, Այսինքն հույսը քեզ հմ, խապած կլա։ այո, Հետևաբար երբ մենք մեր դժվարություններու մեջ եթե կարենանք այդ հույսը ունենալ, վստահությունը ունենալ, կնշանակե կրնանք հաղթարել։ Մեկ խոսքով հավատքը կվստահի Աստուծո ներկա եւ անցյալ իր բոլոր ռազմերուն եւ կորձերուն իսկ հույսը գնայի աբակային համոզումով եւ մեծ համբերությամբ հմ, հմ, անորամար մեկ նաեւ բնականորեն պետք է ըմբռնենք որ առանցին անհատներ չենք այո, առանցին անհատները լալով մենք նաեւ կպատկանենք ընկերությամը մենք կպատկանենք նաեւ շրջաբադիմը կպատկանենք ժողովրդիմը կպատկանենք ազգիմը կպատկանենք եկեղեցվոմը եւ այդ մեծ ընտանիքին անդամ լալով երբեմն այդ մեծ ընտանիքի մեջ մենք հարաբերական կյանք պիտի ունենանք աղոթական միասնական կյանք պիտի ունենանք որովհետեւ իր արմով մեր ցայները ավելի ուժեղ իր արմով ավելի կզորանանք եւ ador համար մենք հետեւյալ բացատրությունը կտանք եկեղեցին միշտ ալգսենք սովորական շենք չէ եկեղեցին սովորական գարույց չէ եթե ես դբրոց մտնեմ եւ դբրոց մեջ շենք գեղեցիկ շենք զգանչելի արտիական քրավչությամբ այսպես գառուցված դբրոց է բայց ոն ոչ ուսուցիչ կա ոչ աշակերտ ինչ դբրոցի մասին է խոսքը հմ, հետո դբրոցը լալի գտածրի նույնալ եկեղեցին սովորական շենքար փայտ բետոն աղյուս չէ եկեղեցին ժողովուրդն է հմ, մենք ենք ես եւ դուն ենք միասին ենք այն անցինք որոնք նույն հավատք ունին այդ նույն հավատքին համաձայն կյանք կաբրին եւ այդ հավատքին համաձայն կյանքը կարժևորեն գիմաստավորեն եւ ador համար Հակոբոս Սարակյալ գսե հավատքը առանց գործի մեռած է այո, եթե հավատքը գա վստահությունը գա կյանքի ցևը գա պետք է գործով ցույց տալ եւ այդ գործը բնականորեն իր իմաստը եւ արժեքը կստանա եւ մեր վարչադրությունը մարդոց մե բեք չէ սпасենք այո, մեր վարչադրությունը
Աստուծո Ասմեյ։ սպասենք եւ հավատանք, որ այդ վարչադրությունը մնայուն արժեք է եւ ոչ թե քնայուն։ Արդյոք ուզեք օրինակ մտալ ձեր կյանքեն, որ դժվար ժամանակներու մեջ, դժվար ադեններ եղած եք, դժվար դեղերու մեջ եղած եք եւ ինչպես գրծած եք ձեր հավատքը հաստատ բահել, որպես սրբազան, գիտեք, Այո, տարբեր երկիրներ կացած եք ամենտեղ եւ ինչպես գրծած եք հաստատ բահել։ ը, մենք բոլորս ալ մարդ ենք եւ դգար արարածներ ենք։ Երբ կնայինք Աստուծո մեծության դիմաց կզգանք, թե մենք որքան փոքր ենք։ Mm, Աստուծո զորության դիմաց կզգանք, որ մենք որքան դգար ենք։ Սակայն եւ այնպես Աստվածաշունչը Քրիստոսի գողմե մեզի փոխանցված որպես պատկան լսե եղեք կատարյալ, ինչպես ծեր հայրը կատարյալ։ mm, Մենք կատարյալ բիդի չլանք, mm, բայց այդ չի նշանակեր, որ մենք չենք կրնար կատարելության ցկտիլ։ mm, Երբ գցկտիս կատարելության կնշանակե արդեն այդ ցանկի ընթացքի փորձի մեջ ես, կնշանակե որ դու զգուշ ես, կնշանակե որ դու գզգուշանաս սխալ կործել ես, ճիշտ կնմանի հետևյալը, ասեմ, օրինակը որ հաջող մենք մեր շուրջը կտեսնենք։ Երևակայ այսօր ազադուղի, մայրուղի ելենք եւ արակության այսպես չափանիշ մտրված է այնտեղ 180 կամ 60 եւ մենք այդ չափանիշը գանցնենք արակության, բայց այդ արակության ադեն հայելին գնայինք աճ ցախ յետև զինվորգա պիտի բռնեմես դուքանք տա mm, կնշանակե որ մտավախություն կա որ զինվորը դեղեմը գելե եւ մեզ կբաճի եւ մեզ դուքանք կուտա եթե նույն դրամապանության մեր հոգեվոր կյանքի մեջ եթե մենք զգանք որ Աստված մնայուն ներկա է գտեսնե գտիդե մեզ ավելի կզգուշանանք ավելի քիչ սխալվելու ես չեմ ասեր երբեք չսխալվելու մարդկային է դգարությունը սխալվելը բայց ինչպես պետք է զգուշլալ եւ փորձ կատարել հիմա մեր ծառայական կյանքի մեջ այսինքն չգարձենք որ մենք երբեք դժվարություններ չունենք կամ չենք ունեցած երբեք նեղության բայեր չեն եղած դժվար բայեր չեն եղած բայց երբ կա հավատքը վստահությունը մեր դիրոջ երբ կա վստահությունը մեր ազգի ծառայության մեր եկեղեցու ջամփով այդ բոլորը դեղմը գիտակցությունը գարտնցնե ուժը գուտա հույսը գներշնչե որ դու պիտի հաղթարես դու պիտի շարունակես ծառայությունդ եւ քետ ինչպես աստվածաշունչը գսե մեկ անցիմը կյան բաճարի եթե ըլլաս որքան կուրախանաս եթե mm, ծեր երգարես մեգումը եւ ուրախացնես հավատավորություն ավելի կուրախանաս այդ գիտակցությունը եթե գա պետք է այդ ուրախությունը պատճառե եւ ասիգա մեր ծառայական կյանքի մեջ 40 տարիներու իմ ծառայական կյանքից մեջ տարբեր երկիրներ տարբեր համայնքներ եթե ասեմ որ ամեն դեղ նույնն է ոչ կսխալիմ mm, որովհետեւ նույնը չէ տարբեր երկիրներու մեջ մեր համայնքները տարբեր ազդեցություններու ենթարկված են եւ տարբեր մոդեցումներ կան, տարբեր mm, սպասումներ կան եւ տարբեր ակնկալություններ կան երբեմն անշուշտ հովիվներն եկեղեցականներն գուզեն որ սուպերմենը լան mm, բնականորեն հովիվն ալ եկեղեցականալ մարդ է երբեմն կդգարանա երբեմն կսխալի բայց իր ջիկը պետք է ըլլա խոնարհաբար ծառայել իր ժողովրդին, իր համայնքին, իր եկեղեցու ջամփով։ Հետևաբար այդ հավատքը եւ նաեւ երբեմն աղոթական կյանքը, աղոթքը, ինչպես Քրիստոս իր դնորինական կյանքի ընթացքին հաջող պետք է զգաց լեր բարձրանալու, հաջող yeah, պետք է զգաց առանցնանալու եւ
աղոթելու, իր հոր հետ խոսելու, ինքզինք վերանորոգելու եւ զորացած վերանորոգված շարունակելու իր դնորենական իր առաքելությունը։ Մենք ալ երբեմն պետք ունենք ինքնակնության, Մ, ինքնահայեցողության, որովհետեւ գայրնանք իսկապես մենք մեզ դիտել, մեր սխալները տեսնել, փոխել, սրբակրել սխալները, որովհետեւ եթե լավ բան գա, լավը շատցնենք եւ սխալները հեռացնենք։ Մեկ օրինակ մտամ եւ գսեմ Սան Ֆրանսիսկոյի մհմ, եւ այնադեն 90-ական թվականներում Եվ բնականորեն, երբ որ մենք վանքի մեջ ենք, կաթողիկոսարանի մեջ ենք, այդ ծառայական հովվական փորձառությունները շատ չունենք։ Երբ որ ժողովրդի մեջ կմտնենք, այնադեն վարչական եւ ծառայական այդ փորձառությունները կսկսենք ունենալ։ Եվ երիտասարդ մահմը եղավ, որ բամը չուներ երիտասարդը 37 տարեկան, արգած մանուցած էր ոտքը այսպես կոդրված էր եւ կորզողություն հրած էին, գիպսին հրած էին եւ դուն վերադարձած էր։ Քանի մոր հետո լսեցի, որ մահացավ։ մ, Արյան խցում ունեցած է եւ մահացավ։ Հիմա, որպես երդասարդ հովիվ, մտածեցի, ինչ պիտի ասեմ, մ, մորը, հորը, ինչ բարեր պիտի գտնեմ, որ մխիթարեմ, ծնող չեմ եղած, բայց գիտեմ, թե ինչ կնշանակե ծնող, այդ գիտակցությունը կա եւ ինչ կնշանակե կորուստ եւ մանավանդ երդասարդ զավգի մը կորուստ է հիմա եւ կացի թաղումը ըրի թաղում են հետո քերեզմանեն հետո եկանք սրա եւ գիտեք ամերիկայի մեջ եւ ոսալ հոկեջաշ կգադարեն եւ հոկեջաշի ադեն ամեն մարդ բարեկամներ ընկերներ եկել են եւ վգայություններ գուտան իր մասին այսպես թեփքեր կբատմեն քիչ մը կխնդան քիչ մը գուլան որ մեզի քիչ մը արդասովոր է բայց մհմ, մայրը վերջավորության ոտքի ելավ եւ հետեւյալը ասավ ես փողոք չունիմ աստուծո դեմ ես շնորհակալ եմ աստուծո որ այս կանադեն ինձի բարգեւեց այս զավակս եւ ես վայելեցի մ, ինք տվավ եւ այսօր ինք գառնե ինձ մե մ, ասիկա ինձի մեծ մ, կյանքի ծառայական կյանքի փորձառություններ եւ փոխանակ ես ավելի մխիթարելու ես մխիթարվեցա մ, եւ տեսեք ասիկա ինչի արդյունք է հավատքի հույսի հույսը հավիտենական կյանքի հույսը որ Աստված մեզի բահած է պատրաստած է ավելի ազնվական դումը, ավելի ազնվական հայրենիքը։ Անշուշտ ամեն մարդ նույն ցեով չընկալեր, այ մարդ նույն ցեով չի գրնար հաղթահարել, բայց հավատքը, աղոթքը, գիտակցական աղոթքը եւ հավատքը իր թեր ունի կհաղթահարե, կզորացնե եւ հույսը կուտա վաղվան նոր կյանքի եւ հավիտենական կյանքի, հավիտենական թակավորության։ ամեն Աստվածաբանական եւ պատմական տեսանկյուն է հայ եկեղեցին ծնունդ առած է հալածանքներու մեջ նկատի ունենալով մեծ եղերն որ այսօր մենք այս տարի մենք նշեցինք Այո 110-րդ տարին ինչպես այսօր կոգնե եկեղեցին համայնքին պատմական այս տարաբանքը վերածելու հոգեվոր եւ հավատքի ուժի Բնական է, եթե մենք մեր պատմության էջերը դարձնենք, պիտի տեսնենք, որ շատ էլ խաղաղ, շատ էլ պայծառ, այսպես ճանապարհ չէ անցած ոչ մեր ժողովուրդը, ոչ մեր հայրենիքը, ոչ էլ մեր եկեղեցին։ Բայց եւ այնպես եկեղեցին այդ փոլորի ընթացքին
այդ դժվարություններու, նեղություններու տակնապներ եւ ամենամեծը ցեղասպանություններ, հայոց ցեղասպանությունը։ Եկեղեցին անդարբեր չէ մնացած, եկեղեցին հերու չէ մնացած, եկեղեցին դարձած է դբրոց, եկեղեցին դարձած է հայրենիք, եկեղեցին դարձած է դուն, եկեղեցին եւ ամենակարևորը եկեղեցին իր ժողովրդին դված է այդ հույսը, հավատքի զորությունը հաղթահարելու այդ բոլոր։ Դες ամենակեղեցիկ բանը բատկերը քեզի կամ արարքը ցեղասպանութենեն հետո Սահակ Գաթոյգոս Խաբայան Գիլիգիային իր ժողովրդին հետ քաղաքտագանի իր ցուբը ցերքին կքալե թեպի անաբատները դերձորի կհասնի մինչև Հալեբ եւ աբա գայք կհաստատե Լիբանան Անտիլիաս 1930 թվականին կհաստատվի Անտիլիաս բայց Հալեբի մեջ արդեն Ձերունազարդ հայրաբեդը գտեսնե իր ժողովրդի զավակները, իր բադանիները, իր երդասարտները, որբեսի անոնք չփարոյա զրգվին, որբեսի անոնք ճիշտ ճամփու մեջ մնան, հայեցի գրտություն քրիստոնեական ճիշտ հաստիարակությունը ստանան, հավատքը չմեռնի, այդ շնորհքը դրված իրենց մեջ չխաթարվի, հիմա դրավ գիրակնորյա դպրոցներով որ կնշանակե մինչև այսօր գիրակնորյա դպրոցներուն թերը մեծ է Աստուծո մոդեցնելու մեր զավակները աղոթել սորվեցնել մեր սուրբ քիրքին աստվածաշունչին հաղորդ դարձնել մտերիմ դարձնել մեկ խոսքով ճանցնել Աստված ճանցնել Քրիստոս որպես Աստվածորդի որպես բարեկամը Հիսուս որպես բարեկամը մեր փոքրիկներու որսավ թույլ տվեք որ մանուկները ինձիկան մի արգիլեք ցկեցեք եւ երբեմն նաեւ մանուկ մարավ մոդեցուց իրեն եւ ասա որ եթե այս մանուկի նման չլակ չեք կրնար երկնքի արկայությունը ժառանգել դրանագե մանուկի նման լալ այսինքն մանուկի նման անգերց լալ մանուկի նման մաքուր լալ մաքրամաքուր հրեշտակ է մանուկը ոչ նենքություն ունի եւ ոչ մեկ շահ գեդաբն թե մանուկը միայն ինչ որ գսե ինչ որ գմդածե այդ բոլոր հոգին սիրտը իր կյանքը նույնն է եթե այդպես լանք հետեւաբար եկեղեցին այս արումով բավական աշխատանքներ դարավ եւ գտանի անշուշտ եւ պետք է դանի ավելիով տեսեք դեր գտան երբեմն թերությունները լալ մենք պետք չէ խուսափինք ասելու համար որ մենք թերություն չունենք ոչ Ըսի քիչ առաջ որ ամեն մեկս թերություն ունի, կառույցներն թերություն ունին, բայց մենք սև ջերմակ էջի վրա սև գեդերը շատ չտեսնենք, ջերմագին նայենք, որովհետեւ գայանանք օկտվիլ կամ ավելի խաղաղ եւ ավելի այսպես մեր կյանքը ավելի երջանիկ դարձնելու համար։ Այսօր Փառք Աստծո, եթե գուզենք խոսիլ այստեղ մենք երդասարտներու համար, բադայիներու համար, փոքրիկներու համար բավական ծրագիրներ կփորձենք ստեղծել, որքան որ մեր հնարավորությունները կներեն եւ կարելիությունները։ Ասեմ որ արդեն իսկ մենք գիրակնորիա դպրոցներու համար, դապեր դարիքներու, քանի մը խումբերու համար մենք արդեն նոր դասակիրքեր պատրաստեցինք, նոր նկարներով զարդարված այսօրվա արտի գրավիչ գունավոր եւ մանկավարժական հոգեբանական մոդեցումներով ոչ միայն դասակիրքեր, այլ նաև աշխատադեդրեր, ուր նաև մանրամասն գրված են այնտեղ, թե երեխան ինչպես պիտի աշխատի, ուսուցիչը ինչ պիտի դրամատրե, որպես այդ երեխան այդ աշխատանքները կատարե, միաժամանակ ուղեցույցներ պատրաստեցինք դասակիրքերն ավելի ընդարձակ ուսուցիչներու համար որբեսի ուսուցիչները դասարան մտնելի առաջ պատրաստվին գիտնան թե ինչ պիտի դասավանդեն եւ գիտնան թե ինչպես պիտի բացատրեն որբեսի այդ երեխաներու մեջ հավատքը հույսը ճիշտ ձևով թրոշմեն որ հանգարց
քայտակության պատճառ Հմ, չդառնան։ հմ, Եվ այսպիսի աշխատանքներ բավական գնենք, ինչպես նաև երիտասարդներու համար մենք այսօր արդեն աստվածաբանական լսարաններ եւ դասընթացներ դրած ենք, երբեմն երիտասարդական սեմինարներ գնենք, երբեմն Kingston-ի մեջ գնենք, որովհետեւ ամենտեղեն հավաքվին մեկտեղ եւ անցյալ տարիներուն թրինք երդասարդ տեսփաններ, որբեսի երդասարդներուն հետ այդ գաբը բահեն եւ մեր ծրագիրներուն երդասարտական շաբաթը եւ կամ այլ ծրագիրներուն մասնագից դարձնեն եւ մեծ տիվով երդասարտներ ներգրավեն։ Անշուշտ դարձյալ գսեմ թյուրին չէ այս այո, բոլորը հմ, մանավանդ այսօրվա երդասարտության, հմ, որտեւ այսօրվա երդասարտը կդեսնենք որ դերմը փնդրդուքի մեջ է։ հմ, Թերևս մենք անցյալին այս բոլորը այսօր ինչ որ ունին իրենք մենք չունենք, բայց իրենք ավելիով ունին եւ դա աստված որ ավելիով ունենան, որովհետեւ մենք կուզենք որ ավելին ունենան, մեր չունեցածեն ավելի ունենան, բայց դերմը իրենք կդեսնեն որ կողունակ չեն։ այո, Թադարգություն, բարաբուծություն այո, մգա, կողունակության բագաս մգա, հմ, չի լեցվիր այդ բագասը կամ բարաբուծությունը։ Ինչու՞, որովհետև նպատակադրված չէ իրենց կյանքը։ Պետք է հմ, նպատակադրված կյանք ունենան։ Այսինքն ես ինչու համար գաբրիմ, ես ինչու համար այս հմ, աշխատանքը կդարեմ, ես ինչու համար պիտի ամուսնանամ, ես ինչու համար զավակ պիտի բերեմ։ Այս բոլորը նպատակ է դա բնթեն։ Եվ այո, մանավանդ նպատակը վաղվան եւ քալիքին եւ հավիդենականին բրգության այս բոլորը հմ, պետք է բացատրել ուղղորդել, բայց այսօրվա աշխարհը այնպիսի աշխարհ մի եղավ, մենք կգոչենք համաշխարհայնացում, որ կնշանակե, որ այլևս բադ բատնեշ գոյություն ունի, բաց է, բոլոր մշակույթները իրար խառնված են եւ իրար մե պիտի աստվին ուզենք կամ չուզենք պիտի այո, աստվին, բայց ինչ կարելի է անել եւ ինչ պետք է անել, լավը առնել հմ, Փարին առնել, մնացյալը չառնել եւ մեր քույնը, մեր թրոշմը, մեր հավատքի ուժը, մեր վաղվան հույսը տնելու անոր մեջ։ ամեն 29 տարի առաջ Լիբանանի մեջ ասենք թե բادرազմի սերունդի երիտասարդներուն գզարայեիք Հեհոմի մեջ Այո, եւ հիմա 25 տարի վերջ Կանադայի մեջ դարբեր երիտասարդներու գահանտիպիկ որ շատ ավելի ունին արիտները ունին բայց at կսկանք որ իրենց մեջ պակասություն մգա եւ անգերձը լալու համար ոչ թե միայն Կանադայի մեջ, այսինքն այլուր այսօր երիտասարդությունը գործված է, ինչպես որ սիկ նպատակի դժվարություն, աբակայի դժվարություն եւ ադիգա իրենց կփերը մտքի բայկարներ, հոգեգան ընկճվածություն, ինչ կխորիկ սրբազան հայր, որ այսօր եկեղեցին զուգահեռ հոգևոր սնունդի եւ հավատքի միևնույն ադեն եկեղեցին անշուշտ խոսիմ ընդհանուր եկեղեցի մասին որ ունենա ասենք բաշտոնյա որպես հոգեբաններ եւ գամ ասենք խորհրդատուներ որպեսի որովհետեւ դուք այսօր ծեր կորզունիկ հովիվները իրենց կորզունին գարելի չէ բոլորին հասնիկ բայց այսպիսի ադեն երդասարտներ կան զուգահեռ հոգևոր սնունդի ստանան ուղղություն խորիկ որ իրենց ասուդեսակ բաշտոնյաներուն ներկայությունը եկեղեցին մեջ այսօր անհրաժեշտ է սիրելի Գարին, շատ անհրաժեշտ է։ Մ, Անհրաժեշտ է, որովհետև մեր երիտասարդները քիչ առաջ տունալ ըսիր, երբեմն հոգեկան տագնապներու մեջ են։ Երբեմն իրապես այս բարերը հաջող կլսենք anxiety, ինչ գիտեմ depression, այս այո բոլորը այսօրվա երիտասարդության մեջ մենք երբեմն կտեսնենք ոչ թե միայն Կանադա, ընդհանրապես այո աշխարհով մեկ այսօր միջին արևելքն է նույնն է, անցյալին դերևս այնքան չէր, նույնիսկ բادرազմի օրերուն որքան այսօր։ Եվ Մ, պատճառը շատ է։ Այո, մենք պետք ունենք երբեմն
Բաշտոնյաներու, գամավորներու, հոգեբաններու, հոգեբուժներու, որոնք ճիշտ ուղղությունը տան։ Հիմա այս բոլորը նաև գենթադրե բավական բյուջե, գենթադրե ծախս, որովհետև մեր երկիրներում բես չէ, որ պաշտոնյա տնես ամսական մտած, այստեղ նաև բավական բաներ կան անոր յետին, այո, բայց մենք պետք է դերմը հասնենք այնտեղ։ mhm, Ինչպես դպրոցներում մեջ մենք աշակերտներուն համար ունենք հոգեբաններ, երբեմն որովհետև ամեն երեխա նույնը չէ, նույն բայցար միտքը չունի, երբեմն թերաջ է, երբեմն դժվարություն ունի, պետք է հատուկ խնամք տանել։ Նույնն ան մեր եկեղեցիներու մեջ։ Ասեմ որ մենք որոշ այսպես հիմա սկսած ենք աշխատանքի մը, ունենք հոգեբան եւ մեկ հոգեբուժ, որոնք հաջող թե հոգեվորականներուս այսպես արիթը գունենանք զրուցելու եւ մեր դժվարությունները իրենց ուղությունները ստանալու որպես հովիվներ, բայց հովիվները ժամանակը սրած այդպես չունին յուրաքանչյուր кейսի հետ զբաղվելու, բայց հոգեբանները թելադրեցին, որ եթե նման հարցեր կան, որ ցեզ մե վեր է, հետևաբար մեզ դիմեցեք եւ մեզ փոխանցեցեք, որովհետեւ մենք կարենանք օգտակար լալ իրենց բաները դվածեն հասցեն թիվերը եւ գաբը կարելի է ստեղծել իրենց հետ։ Բայց գսեմ, ասիկա բավարար չէ, ճիշտ է։ Մենք պետք է ավելի անտին երտանք, որովհետեւ եկեղեցին Եվ եկեղեցուն նաև առաքելություններն կարևոր առաքելություններն մեկն է նաև ընկերային ծառայությունը։ Ընկերային այո, ծառայությունը այս է, այսինքն հասնել, ցերկեր գարել ամեն դեսակ մարդ կա, ամեն դեսակ մտածելակերպ կա, դարբեր եւ զանազան այսպես մոդեցումներ կան։ Այդ բոլորին դիմաց պետք է ըստ այնմ յուրաքանչյուրին լեզվով խոսել։ Եվ այո, յուրաքանչյուրին լեզվով խոսելու համար պետք է այդ մասնակցություն ունենալ։ այո։ Այսօր հայր մայրերը, հավատքի մայրերը որքան գարիք ունին, որքան գարիք ունին իրենց զավակներուն պաշտպանության համար, օգնության համար, անձեր կփնտրեն, որ իրենց զավակներուն հետ ժամանակ անցնեն, իրենց քաչալերեն, իրենց խոսին։ Քանի որ մոր գին մոր մասին կխոսիմ, ինչ խոսք ունի քաչալերական հավատքի մայրերուն։ Ա, Մենք նաև մեր ծնողներուն պետք է ուղղորդենք, որովհետև ծնողները, մայրերը իրենք սյուներն են, եւ իրենք պետք է դառնան հավատքի աղբյուրներ իրենց զավակներուն։ Զավակը իր մորը գնայի եւ իր դիբարը մայրն է, իրեն գնայի եւ օրինակ կառնե։ Մեր մայրերը իրապես եւ այսօր ասեմ, որ դժվար է մայր ըլլալ, բայց առավել դժվար է հայ մայր ըլլալ, որովհետև մայրը իր մեծ նվիրումը զոհողությունը սերը հոգատարություն ունի, հայ մայրը առավել եւս ունի ոչ թե միայն քրիստոնեական հավատքը փոխանցելու, այլ նաև բարդականություն ունի հայեցի կրթություն տալու, հայեցի շունչ փոխանցելու, մեր լեզվին, մշակույթին հաղորդ դարձնելու, այսինքն ինքնին full time գործ է, բայց նվիրական գործ է, սուրբ գործ է, եւ ադոր համար մենք կսենք մոր ցերկերը սուրբ են, մոր ցերկերը, մոր խիղճը, մոր հոգին, մոր սիրտը դարբեր բան է։ Եվ ադոր համար գարիլ չէ մայրը ըմբռնել, որ այդ հավատքը հույսը չներշնչի։ Պետք է ինք նաև ճիգ թափե իր զավակներուն մեջ աջեցնելու այդ սերմը հավատքի եւ հույսի։ Այն adem ինչպես աստվածաշունչի մեջ ալ կգարտանք, չէ, զավակը գրթե փոքր դարիքին։ Այլապես հետո զունգերուտ կզարնես։ Եվ ես կթելադրեմ, որ մեր բոլոր մայրերը, մեր բոլոր ծնողները այս գիտակցությամբ իրենց զավակները դաստիարակեն միշտ անդրադառնալով, որ
Աստուծո օրհնությամբ պետք է աճին եւ մեծնան, միշտ պետք է իրենց զավակներուն դան այդ հավատքի, հույսի ճանապարհը, վարեն այդ շահը, լույսը, այդ ճանապարհը փանալու իրենց դիմաց, որբեսի օրը չսեն թե իմ զավակս շեղած է ճամփեն եւ ցավի, տակնաբի եւ տարաբի։ Մենք սկիզբեն հոգ տանինք, հոգադար վերապերմունք ցույց տանք եւ Աստուծո միայն առաջնորդենք, լույսին առաջնորդենք, այլապես խավարի մեջ կգործվին մեր զավակները եւ թեպի անտունդ կգործանվին։ Իսկ եթե պիտի խոսենք հայր մոր մասին եւ ընդհանուր կխոսենք ոչ միայն Կանադայի մեջ, զուգահեռ գիրագի օրերը բادرակին եւ արարողության ներկա գտնվել են։ Այս մայրը ուրդեղեն սնունդ պիտի առնե, ուրդեղեն պետք ունի խումբիմը, պետք ունի ազոխոսքը ավելի լսելու։ Որքան գրնակ կաչալերել, որ այսօր շադնան եւ ավելնան, ասենք գիներու սերդողության խումբեր եկեղեցին մեջ։ Այո, դեսեք, երբեմն գլսենք, որ ժամանակ չունենք։ Երբեմն գլսենք, որ եկեղեցական արարողությունները երկար են։ Երբեմն գլսենք, որ բادرակները երկար են։ Բայց անտին երբեմն խրախճանքներու ժամեր կդրամատրենք։ Ես չեմ ասել, որ չդրամատրենք։ Մեր իրավունքն է ուրախությունը, մեր իրավունքն է մեր քրդինքով շահածը վայելելու, երջանիկ ապրելու, բայց ժամանակ դրամատրենք նաև Աստուծո, որ այդ բոլորը ինք մեզ կբարգեւե։ Երբեմն շաբաթներ մենք կապ չունենք Աստծո հետ։ Եվ գսենք, որը սպաղած ենք, ժամանակ չունենք, բայց ամեն բանի ժամանակ ունենք։ Ամեն բանի ժամանակ ունենք։ Մենք պետք է անդրադառնանք, ով կբարգեւե մեզի։ Այնքան պատճառներ ունենք փառք տալու եւ քողություն հայտնելու Աստուծո, արաբոտ երբ կարդնանք, կտեսնենք։ Մեր ցերկերը կշարժին, մեր ոտքերը կշարժին անթին, այնքան դժվարություններ ունեցողներ կան կտեսնենք, որոնք չեն գնար քալել, չեն գնար տեսնել։ Բայց այդ բոլորին համար, երբ մենք ունենք փառք տալու, քողություն հայտնելու, շնորհակալություն հայտնելու քետ փոքր ժամանակը չենք կրնար դրամատրել։ Այս գիտակցությամբ պետք է մոտենանք։ Եկեղեցին բոլորիս տունն է։ Երբեմն դարձյալ գլսենք, որ առանցին ես արդեն իմ սենյակս կաղոթեմ։ Ես կրնամ առանցին աղոթել, ինչ պետք ունիմ եկեղեցի երթալու, կամ ինչ պետք ունիմ սերդոհության երթալու, կամ ինչ պետք ունիմ հավաքական այդ լսարանին ներգալալու կամ մասնակցելու։ Ճիշտ է, գրնաս առանցին աղոթել եւ բնականորեն իրավունք ունիս եւ պետք է աղոթես առանցին տուն եւ քուդիրոջդ հետ այդ հաղորդության մեջ մտնելու, հաղորդակցության մեջ մտնելու, բայց եկեղեցին այն հոգևոր դունն է, ուր մեզ կհամախմբե եւ իրարմով կզորացնե մեզ, մենք կդառնանք մեկ ընտանիք նույն հավատքի հովանին, դակ նույն հույսով լեցվելու թեպի հավիտենական կյանք եւ թեպի փրկություն։ Այս է, այս վստահությամբ, այս մոդեցումով, այս գիտակցությամբ պետք է մենք առաջնորդվենք։ Եթե այլապես մենք եթե ասենք ժամանակ չունենք, բոլորս ալ կրնան գսել ժամանակ չունենք, բայց մենք կդիտենք եւ կտեսնենք, որ ամեն բանի ժամանակ ունենք, կրնանք դրամատրել մեր դիրոջ, մեր երկնավոր հոր։ Երբեմն գներվենք որպես ծնողներ, որ մեր զավակները երբեմն մեզ չեն այցելեր։ Մենք տարեց եղանք, մեզ մով չեն հետաքրքրվիր։ Եթե ծնողքը իր զավգեն կսպասե, հաբա Աստված մեր որպես հոգևոր հայրը, մեր բոլորին հայրը, չսպասեր, որ մենք երբեմն մեր հայացքը դարձնենք իրեն։ Չսպասեր, որ մենք երբեմն ետ դարձ կատարենք, նայենք, մոտենանք իրեն եւ մենք
իր մով զորանանք, իր օրհնությամբ քայլենք, իր օրհնությամբ եւ բարքևներով, շնորհքներով զարդարված մեր կյանքը իմաստավորենք եւ արժևորենք։ Այս է իմ նաև թելադրությունը մեր մայրերուն, որ իրենց զավակներուն մեջ այդ սերմերը իրենք պիտի ցանեն առաջին հերթին, Այո, հետո մեր դպրոցները, հետո մեր եկեղեցիները, մենք բոլորս ցերկի։ Տեսեք, մեկ ծայգով քարուն չի կար։ այո, Մենք բոլորս իրարու հետ ցերկի դված մեր աշխատանքները պետք է զիրավ ամբողջացնեն եւ այդ աշխատանքները ամբողջացած արդյունք տա հրաշքներ գործե։ այո։ Մենք խոսեցանք Կիրակնորիայի մասին, դպրոցի մասին, երիտասարդության մայրերու մասին։ Գուզեք մեզ հետ բաժնեկցիլ առաջնորդարանի ավակա ծրագիրները ինչ են Կանադայի առաջնորդարանին։ Ասեմ, որ բավական ծրագիրներ կան, հրադարակչական, այսին երեխաներու, նաև դպրոցներու մեր փոքրիկներու օժանդակ քիրքեր պատմության եւ այլն, նաև շողան ծրագիրը ունենք մեր թիմադեդրի վրա, որ հաջող փոքրիկներու, մանուկներուն այսպես շարժում պատկերներով մենք նաև թե Սուրբ Գիրքը, թե Աստվածաշունչը եւ թե նաև մեր պատմությունը ցեվոմը գսորվեցնենք, բայց այդ բոլորեն անտին մենք նաև այսօր գուզենք մեր երդասարտները հոգևորապես զինել, հոգևոր զենքերով ամրացնել, որովհետև այսօր մեր երդասարտները համալսարաններ գերտան եւ դարբեր միջավայրներու, օդար միջավայրներու մեջ կլան երբեմն իրենց հարցումներ գարցվին եւ իրենք այդ հարցումներուն պատասխան չունին։ Ինչու չունին, որովհետև գիտությունը չունին, որովհետև չէ դրված իրենց։ Եվ ador համար հիմա այս դասընթացներ, որ սկսավ ազգային առաջնորդարանը եւ մեր առաջնորդական փոխանորդը Հայր Գեղարդը ինք այդ դասընթացները կգադարի երդասարտության, ասեմ որ սկիզբը երբ որ ինձի ըսպեցավ, ասի որ 10 հոգի թողավակվի այդ դասընթացներուն կսկսենք, արդեն իսկ մենք այսօր 60 երդասարտներ ունենք, որոնք կմասնակցին այդ դասընթացներուն, առաջին դասարանը արդեն վերջացավ, հիմա երկրորդ դասարանը սկսա, բայց դարձյալ ուրիշներուն առաջին դասարանը սկսանք 101, 102 գսենք, հիմա 101-ը բոլորին նաև on-line բաց պիտի լանոնք, որոնք արցանակրվին, լինքերը պիտի դրվի իրենց Ինչ որպեսի է իրենք ճիշտ է, ևս ճիշտը ինչ է քյուրիկուլումը, ինչն է որ գսորվին։ ուրեմն գսորվին հայ եկեղեցվո ուղղապար աստվածաբանությունը։ Մհմ, Այսինքն մենք ինչի գահավատանք մհմ, մեր հավատամքը, եթե ամեն գիրագի մենք որ գարդասանենք, այդ հավատամքը ամբողջ Սուրբ Գիրքի մեր ավետարաններուն լույսին տակ մեր հայրերուն գոմե ճշտված մեր թավանանքն է, մեր ըմբռնում հավատալիքը։ Հիմա բայց նաև այդ դասընթացներուն հայ սուպը ամբողջ կխոսի անշուշտ 5 դագարանի, նոր գդագարանի մեկնություններու կապված այնքան բացատրություններ կուտա եւ շատ գիտելիքներով կհարստացնե, բայց այդ փոլորեն անտին մենք ասիգա փորձ մգադարեցինք, բայց տեսանք, որ երդասարտության մեջ հետաքրությունը կա։ Պետք է մենք մոտենանք իրենց։ Պետք է այդ մհմ, երդասարտները մենք հրավիրենք, մենք պետք է ընդունենք երդասարտները։ Միայն չխրադենք, միայն չսորվեցնենք, միայն չհրահանքենք, այլ նաև երբեմն լսենք իրենց, որովհետև իրենք կա լսելիք ունին, իրենք կա լսվածելիք ունին, իրենք այո, կա ակնկալիք ունին։ Ես միշտ կսեմ, եթե մենք ճիշտ օգնությունը պիտի կատարենք մեգումը, պետք է այդ անձին հոգեբանությանը մեջ մտնենք, որովհետեւ գիտնանք, թե այդ անձը ինչ գարիք ունի եւ այդ գարիկին համաձայն մենք օգտագործենք երիտասարդնալ մենք երբեմն գուզենք որ մեր հին անցյալի համակարգով առաջնորդենք մեր երիտասարդները չլար մհմ, այսօր դարբեր աշխարհ է բայց մենք ուղղությունները դան բայց երբեմն վստահինք հանսարություն տանք իրենց որովհետեւ իրենք նույնիսկ եթե սխալին իրենց ուղղություն տանք բայց դանք եւ զգան երիտասարդները որ իրենք
ըսելիք ունին, իրենք արժեք ունին, իրենք կրնան ընել, իրենք կրնան փորձառություններ ցերծկել եւ մենք պետք է վստահենք իրենց։ Այդ առումով ասեմ, որ մենք նաեւ Թորոնտոյի Թինդել համալսարանի մեջ, որ աստվածաբանական համալսարան է եւ բավական մեծ թիվով համալսարանականներ, աշակերտներ ունի, այդ համալսարանեն ներս մենք պիտի սկսենք հայ եկեղեցու ուղղափառ աստվածաբանության այսպես դասընթացքի։ Ուրեմն առաջին կուրսը, որ պիտի սկսենք, մենք ծրագիրները գրթական եւ այս բոլորը դված են իրենց եւ գրեթե համացայնած ենք, եթե ամեն ինչ լավ ընթանա եւ ստորագրենք, 2026 հունվարին պիտի սկսենք այդ դասընթացներուն եւ դասընթացները պիտի կատարվին on-line։ Ազումով, Երագա օքեյ։ գարկով բոլորը կրնան մասնակցել անոնք որոնք կարծնակրվին համալսարանի մեջ եւ վկայականները պիտի ստանան այդ նույն համալսարանեն։ Դակավին կարելի է օրինակի համար համալսարանական այլ ջուրի մեջ ինքը ընդրողական այսպես բաներ ունի, դասեր ունի եւ կրեդիտ կուզե առնել, կրնակալ մասնակցել եւ կրեդիտներ առնել։ Հետեւաբար մեկ խոսքով ասեմ, որ ասիկա մեր երդասարտներուն այստեղ կամ Երուսաղեմի մեջ, Հայաստանի մեջ, Լիբանանի մեջ, Սուրիո մեջ կամ Եվրոպայում գնան Այո, մասնակցել եւ ըստ այնմ այստեղի համալսարանի վկայական առնել։ շատ մեծ հնարավորություն Գնան է։ մաստերս պրոգրամի թիմել։ Եվ ասիկա պիտի լա ստորագրվի ամեն ինչով հունվար 2026-ին սկսյալ։ Շատ լավ Այո, արիթմ է, այո, շատ այո։ լավ Մենք արիթմ արդեն է։ հայտարարությունները պիտի հանենք, Այո, բայց սա, ավելի մանրամասնությունները մենք կդեղացրենք եւ նստա, կփոխանցենք մեր այո, երդասարտներուն։ այո։ Շատ շնորհակալ եմ ձեր ժամանակին, իսկապես նախքան ավարտելը ինչ ինչ հույսի խոսք ունիք ժողովրդին եւ ինչ որպեսի ցեզի չընդմիջեմ եւ ինչ հավատքի խոսք ունիք հայ ժողովրդին հալի կորերուն մեջ։ Ես Բողոս Արաքյալի մեկ խոսքը անշուշտ պատրաստած էի Արաքյալի այսպես մեջբերումներ հավատքի մասին, հույսի մասին, բավական ինքը սահմանումներն ալ գուտա Բողոս Արաքյալ, բայց ժամանակի այսպես սահմանափակումով մենք քիչ շատ ընդլայնված խոսեցանք, բայց գուզեմ հետևյալ խոսքը Փիլիպեցիներուն ուղված գարտալ առաջին գլուխ Փիլիպեցիներուն ուղված առաջին նամակին 9-րդ համարը հետևյալը գսե իմ աղոթքս է որ ծեր սերը ավելի եւ ավելի աճի Աստված գիտությամբ եւ գադարյալ թադողությամբ, որբեսի գարենակ լավը ընտրել եւ Քրիստոս իր քալստյան օրը ցես գտնե մաքուր եւ ամփասիր եւ Հիսուս Քրիստոսի միջոցով արդար կորձերով հարստացած բաճարը լակ որ Աստված փարավորվի եւ կովվի ուզեցի Բողոս Արաքյալի այս բարերով իմ խոսքս փակել, բայց հետևյալ նաև գոչով մեր ժողովրդին։ Որքան որ հեվքը, վազքը գոյություն ունի այս աշխարհի մեջ եւ մեր ամենօրյա կյանքի մեջ, մենք միայն քնայունին նյութականին հետևեն չվազենք։ Կարևոր է մեր կյանքը այսպես խաղաղ, հանգիստ եւ բարեկեցիկ դարձնելու համար աշխատանք կատարել, ջիկ թափել, զոհողություններ կատարել, ժամանակ տրամադրել մեր այս եգրավոր կյանքը հանգստավետ դարձնելու։ Հապա որքան մենք պետք է մտածենք ազնվական վերին հայրենիքի կյանքի մասին, այդ կյանքը ապահովելու մասին, այդ կյանքը ժառանգելու մասին, այստեղ են մենք ըստ այնմ պետք է շարժենք, ըստ այնմ պետք է ապրենք, ըստ այնմ պետք է կործենք հավատքով, հույսով, բայց մանավանդ իրար նկատմամբ եւ Աստուծո հանդեպ ամբողջական
եւ գադարյալ սիրով։ Ամեն։ Շատ շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ։ Արդյոք կուզեիք օրհնության աղոթքով վերջացնել։ Շատ բարի։ Իմաստություն Հոր Հիսուս, դուր մեզ իմաստություն ըսբարիս խորհել, խոսել եւ գործել առաջ քո ամենայն ժամ։ Իչար խորհրդոց եւ իբանից գործոց բրգյամես, եւ որմյա քորրածոցդ եւ մեզ բազմամեղացս ամեն։ Բահբանյազ մեզ Քրիստոս Աստված մեր ընթովանյալ Սուրբ եւ բադվագան խաչիտ քովի խաղաղության բրգյա հերևելի եւ աներևույթ տշնամվույն արժանավորյա քուհությամբ փարավորելս քեզ ընթոր եւ ընծրփոքվույթ այժմ եւ միշտիվավիդյանս հավիդենից ամեն թող աստուծո օրհնությունը արադորեն փաշխվի մեր ընտանիքներուն եւ մեր զավակներուն թող աստուծո աճը բոլորիս վրա մնայուն ներգայություն դառնա որբեսի հերու մնանք փորձանքները հերու մնանք չարե ադելուտենե նենկուտենե խավարեն մոդենանք լույսին մոդենանք քերակույն բարին մոդենանք թեբի աղբյուր լույսին Շնորհակալ եմ Սրբազան հայր, Տերոջ օրհնությունները արադապես շարունակվի ձեր վրան, շարունակեք աղ եւ լույսը լալ, իսկապես ձեր պարտականությունը գնեք, որպես Սրբազան, որպես հոգևոր հայր, լա երեխային, լա պատանիին, լա երիտասարդին, գիտություն տալով, Աստծո մասին խոսելով, դպրոցներ գազմագերբելով, Փառք Աստծո, Աստված ձեզի շարունակե օրհնել, շարունակե ձեզի պաշտպանել, շարունակե ձեզի երկար եւ առողջ կյանք տալ։ Շնորհակալ եմ ձեր բոլորիս ժամանակ։ շնորհակալություն եւ Շնորհակալ եմ։ ամեն Ամեն։